Բարև ձեզ։ Նախ սկսենք մեր զրույցը օրվա խորհրդով, այսօր Ցեղասպանություն 111-րդ տարելիցն է եւ 3 ջահերով երթի ժամանակ, ինչպես ավանդույթն է, այրվեց Թուրքիայի դրոշը եւ Փաշինյանը միանգամից արձագանքեց այդ իրողությանը, հայտարարելով, որ դա հենց խանգարում է մեր խաղաղության պայմանագրին, բայց մի քանի օր առաջ, երբ որ Ստեփանակերտում հողին էին ադրբեջանցիները հավասարեցրել Ստեփանակերտի մայր տաճարը, ոչ մի արձագանք եւ նա ասաց, որ այդ հարցը միջազգային օրակարգ չի դարձնելու։ Խնդրեմ օրվա խորհրդի եւ այս հարցի շուրջ ձեր մեկնաբանությունը։ Դե նախ օրվա խորհուրդը, որ հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ այդ պատերազմի նպատակներից մեկը նաեւ եղել է այն ժամանակվա ռուսական կայսրության թուլացումը եւ հենց այդ շրջանակներում ըստ էության ոչնչացվել է մի ժողովուրդ կամ ժողովրդի մի զգալի մաս, որը իր կեցվածքով համակրում էր այն ժամանակ այդ ռուսական կայսրությանը։ Դե իրականում այն ժամանակվա բրիտանական կայսրության գործողությունները եւ Բրիտանիայի վարչապետի 1918 թվականի ելույթը ուղղակի ուղիղ տեքստով ասում է, թե ինչպես տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը, որ դրա հետևում որպես կազմակերպիչ, որպես ասպես ասենք իդեոլոգ դրա եղել է Բրիտանիան, իհարկե իրականացվել է Օսմանյան Թուրքիայի ձեռքերով։ Ուղղակի կարճ հիշեցնեմ, հենց Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լոյդ Ջորջի ելույթից մի հատված 1918 թվականին է նա ասել։ Ասում է, եթե չլիներ մեր չարամիտ միջամտությունը, ապա հայերի բացարձակ մեծամասնությունը ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի հայտնվելու են Ռուսաստանի պաշտպանության ներքո։ Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից կանգնեցված հաղթական զոհասեղանի վրա։ Բրիտանական կայսրության գործողությունները անխուսափելիորեն հանգեցրին 1895-1897 թվականների, 1909 թվականի հայերի ջարդերին եւ 1915 թվականի հայոց ցեղասպանությանը։ Այսինքն այս օրը մենք պետք է հասկանանք, որ 15 թվին զոհ ենք դարձել նաեւ հենց աշխարհաքաղաքական process-ների եւ Ռուսաստանի հակառակորդները ուղղակի ուզենալով պարտության մատնել իրենց աշխարհաքաղաքական հակառակորդին Ռուսաստանին, այդ process-ի ընթացքում զոհաբերել են նաեւ 1.5 միլիոն հայ կյանք։ Բացի նրանից, որ այդ ժողովրդին են, մեր ժողովրդին են այդքան կոտորել, նաեւ հայերի ազդեցությունն են նվազեցրել էականորեն կամ զրոյացրել Թուրքիայում։ Իսկ հայերը բավականին այն ժամանակ ազդեցություն ունեին։ Այսինքն սրանից պետք է դասեր քաղել եւ փորձել անել այնպես, որ այս աշխարհաքաղաքական process-ների զոհ այլևս չդառնանք։ Բայց պետք է այդ դեպքում պետք է պատմությունը լավ իմանալ եւ հասկանալ ինչու դա տեղի ունեցավ։ Ինչ վերաբերում է այսօրվա իշխանությունների քաղաքականությանը, նախ իշխանությունները ուղիղ ձևով հայտարարել են, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Այսինքն դա հայտարարված է, այնպես չի, որ հիմա պետք է, այսպես ասենք, ենթադրենք, թե ինչ քայլեր են իրենք իրականացնելու, դա արդեն հայտարարված է։ Այսինքն եթե դա արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չկա, ուրեմն դա վերածվում է ինչ-որ մի ներքին հիշատակի օր։ Այսինքն մենք մեր ներսում գնում ենք, հարգում ենք զոհվածների, նահատակվածների հիշատակը եւ գալիս ենք գնում ենք տուն, վերջ։ Այսինքն Հայաստանից դուրս չի գալիս, նշանակում է այդ հարցը, եթե այն չի մտնում Հայաստանի արտաքին քաղաքական
օրակարգի մեջ։ Այսինքն ոչ միջազգային ատյաններում, ՄԱԿ-ում, որևէ տեղ դա նշանակում է չի բարձրաձայնվելու դրա մասին եւ ցեղասպանությունը ընդունելու գործընթացը, այսինքն ճանաչելու ավելի ճիշտ գործընթացը, իսկ ճանաչումը իր հետևից բերում է նաեւ փոխհատուցում դրա համար չի հետևելու։ Հիմա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան մեծ գումարներ էր տարեկան մուծում Իսրայելին հրեաների ցեղասպանության համար։ Կարծեմ մինչև հիմա էլ մուծում է։ Այսինքն ցեղասպանության ճանաչումը միջազգայինորեն բերում է նրան, որ հետևում է բնականաբար փոխհատուցման գործընթաց։ Հետևաբար այս հարցը ինքը նաև ինչ որտեղ մեծ ազդեցության հարց է։ Այսինքն եթե օրինակ երբ որ Արցախը մեր վերահսկողության տակ էր, մենք էական խաղաքարտեր ունեինք մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա ազդեցություն ունենալու։ Ինչու՞, որտեղ ուր որ գնայինք, ոնց է լինի շոշափվում էր նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, որտեղ մեզնից գալի կարծիք էին հարցնում, դուք ինչ եք մտածում, դուք ոնց եք տեսնում, եւ մենք մեր դիրքորոշմամբ կարողանում ենք process-ների վրա ազդել։ Հիմա այդ խաղաքարտը մեզնից խլեցին, մենք չունենք այդ խաղաքարտը էլ։ Հիմա կա այլ խաղաքարտ հայոց ցեղասպանության հարցը։ Այո, բացի նրանից, որ դա հիշատակի օր է, նաև պետք է նաև օգտագործել իշահ մեր պետության, որ դա որպես գործոն օգտագործել եւ աշխարհում կիրառել։ Դե հիմա իշխանությունները հայտարարել են, որ ցեղասպանության հարցը չի մտնում արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ։ Այնպես որ սա պետական կուրս է արդեն, սա ինչ պետք չի ինչ-որ ենթադրություններ անել, ինչ են անելու, արդեն արել են, հայտարարել են, որ չեն զբաղվելու դրանով։ Եթե չեն զբաղվելու, նշանակում է միջազգային հարթակներ, դա նշանակում է եւ իրավական առումով միջազգային հարթակներում եւ զուտ ինֆորմացիոն առումով պետությունը չի ծախսելու ոչ մի գումար դրսում հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված գործընթացը առաջ տանելու համար։ Այսինքն աշխարհում եթե չգտնվեն մասնավոր անձինք կամ օրինակ, չգիտեմ, հայրաքելական եկեղեցին, որը իր միջոցներով օրինակ դա կանի, պետությունը դրանով չի զբաղվելու։ Դե հետեւաբար արդեն պարզ է։ Իդեպ նոր կարդացի, որ Պուտինը ուղերձ է եղել հայոց ցեղասպանության այս օրվա հետ կապված։ Դե այսինքն մենք տեսնում ենք, որ փաստացի այլ պետության ղեկավար է հիշեցնում, այսինքն բարձրացնում ցեղասպանության հետ կապված հարցը, ոնց որ միջազգային օրակարգում է պահում։ Արցախի հարցը Պուտինն է բարձրացնում։ Կարող է չի ասել վերջը մոռանային, ասեն դե լավ գնացել է, մոռանանք այդ հարցը մասին չխոսենք, բայց ամեն դեպքում ինքը խոսում է, ասում է, հիշատակում է, այսինքն ինչ որ օրակարգի մեջ պահում են։ Դե հիմա էլ ցեղասպանության մասին է, այսինքն ցավոք սրտի մեր պետությունը դրանով չի զբաղվելու, ինչի մասին ուղիղ արդեն հայտարարված է։ Իսկ ինչ վերաբերվում է դրոշը վառելուն, ամեն տարի էլ վառում են, քանի տարի արդեն, չգիտեմ, երևի ինչ Հայաստանը անկախացել է, դրոշը այրում են, չգիտեմ, դա ինչով է նպաստելու, որ խաղաղություն չլինի, ու նաև որ դուք համեմատեցիք նրա հետ, որ Արցախում այդ պատմամշակութային եւ հոգեվոր ժառանգության հետ կապված հուշարձանները վերացվում են, այսինքն դա նորմալ է, դա կարելի է անել։ Դե սա պետության կեցվածք է։ Փակվել էս 29000, չգիտեմ, քանի քառակուսի կիլոմետրի վրա, հնազանդվել հարևաններին, որ հանկարծ թարս աչքով չնայեն, մոռանալ այն ամենը, ինչ որ այդ հարևաններին գրգռում է, նյարդայնացնում է,
Դե, էտա Հայաստանի սա ոնց ասեմ, պարտված երկրի քաղաքականություն է։ Այսինքն չեմ ասում Հայաստանը պարտված է, բայց այս քաղաքականությամբ բերում են դրան, որ Հայաստանը դառնում է պարտված երկիր։ Գլուխը կախ, սրա նրա սեղանի փշրանքներից Եվրամիության, չգիտեմ, Թուրքիայի, Ադրբեջանի սնունդի սեղանի փշրանքներից օգտվող պետություն։ Այնպես որ այն քաղաքականությունը, որ որդեգրել է իշխանությունը, դա ամեն տարի մենք տեսնելու ենք դրա դրսևորումները։ Մի օր էլ ոչ թե կհայտարարեն, այլ չեմ բացառում օրենք կընդունեն, որ ասենք դրոշ վարողներին ամեն տարի այս հիշատակի օրը դրոշ վարողներին կենթարկեն քրեական պատասխանատվության։ Մի օր ես վստահ եմ, որ մի օր Թուրքիան կասի դե այդ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկեն եւ այդ օրենքով կանեն, որովհետեւ իշխանությունը նման քաղաքականություն է որդեգրել։ Երևի այս ցեղասպանության հետ կապված այսքանը։ Արդեն մեկ ամիս է գրեթե անցել Նիկոլ Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումից, եւ ինչ զարգացումներ կան, քանի որ Փաշինյանն էլ է փոխել իր հետորաբանությունը եւ Ռուսաստանից էլ բավականին սուր արձագանքներ կային, որ արդեն ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի եւ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարում է, թե ով որ փորձում է խանգարել հայ-ռուսական հարաբերություններում, ինաստրաննե ագենտներ են։ Այսինքն Ալեն Սիմոնյանը միգուցե հենց։ Դե Փաշինյանը օրակարգ չունի։ Փաշինյանի օրակարգը դա Վաշինգտոնի եւ Բրյուսելի օրակարգն է։ Ինքը ինչ օրակարգ պետք է ունենա։ Մարդ պետք է խելք ունենա, որ օրակարգ ունենա։ Եթե խելք չունի, օրակարգ որտեղից։ Նույնն է ոնց ասենք Զելենսկին ունի օրակարգ։ Գիտեմ, Զելենսկի օրակարգը կավենում, ասենք, չգիտեմ, գեյ պարատ ցույց տալու օրակարգը մաքսիմում կարող է լինի։ Իրեն բերել են իշխանության, Զելենսկուն ասել են, հեսա քո օրակարգը, հեսա տղա ջան, ամեն օր երևի թուղթ են բերում դիմաց դնում, թե այսօրվա իր օրակարգը ինչ է լինելու։ Իմ տեսանկյունից, չգիտեմ, երևի թվում է Փաշինյանը չհասկացավ, ինչի այնտեղ իրան կանչեցին Մոսկվա, իմաստը որն էր։ Գիտեք, իհարկե, ընտրությունները գալիք Մոսկվայի համար կարևոր են, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով Ռուսաստանի համար այս ընտրությունները էական բան չեն փոխելու։ Այն առումով, որ Արևմուտքի գերիշխանության անկումը եւ Ռուսաստանի վերելքը, ռուսական աշխարհի վերելքը, սա անխուսափելի եւ անդառնալի գործընթաց է այլևս։ Չկա ոչ մի բան, որ դրանք խանգարի։ Առավել եւս փոքր Հայաստանում տեղի ունեցող ընտրությունները։ Հետևաբար այս առաջիկա ընտրությունները մի բանի մասին են։ Ինչքանով Հայաստանը եւ նոր իշխանությունները կամ իհարկե ցանկալի չի, բայց եթե այս իշխանությունը մնա վերարտադրվի, ինչքանով Հայաստանը կկարողանա օգտվել վերելք ապրող ռուսական աշխարհի հնարավորություններից իշա մեր ժողովրդի եւ պետության։ Սա է։ Այսինքն թե Հայաստանում ով կընտրվի, էական ոչ մի բան Ռուսաստանի տեսանկյունից չի փոխելու։ Սա մեզ է պետք։ Այս ընտրությունները մեզ է պետք։ Ռուսաստանը ոչ միտեղ չի պատրաստվում հեռանալ, չի հեռանալու։ Ավելին ասեմ, ԱՄՆ կողմից ապագայում հետխորհրդային տարածքը ճանաչվելու է որպես Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտի։ Հետևաբար Պուտինը Փաշինյանի հետ որ խոսում էր, ինքը խոսում էր որպես Հարավային Կովկասի եւ ընդհանրապես հետխորհրդային տարածքի վրա աշխարհաքաղաքական վերահսկողություն իրականացնող պետության ղեկավար։ Այդ վերահսկողությունը լավ իմաստով, ոչ թե որ
ինքը տենց վերադասի նման գա ասի ես բոլորիդ վերահսկում եմ։ Չէ, վերահսկի, որ հետխորհրդային տարածքում տիրի կարգ ու կանոն, որ դրսից ոչ մեկ չկարողանա խցկվել եւ միջամտել այդ տարածքի ներքին գործերին, չկարողանա իր դաշնակից Ռուսաստանի դաշնակից պետություններին ճնշել, ինքնիշխանությունը սահմանափակել, ել չեմ ասում, ապակայունացնել այդ պետությունները, այսինքն ոնց որ ինքը տեր է կանգնելու աշխարհակաղակական առումով հետխորհրդային տարածքին։ Եվ Փաշինյանի հետ ինքը խոսում էր որպես այդ տարածքը վերահսկող պետության ապագա ղեկավար։ Ես չգիտեմ Փաշինյանը սա հասկանում է թե չէ, այսօր Ուկրաինայի օրինակով Ռուսաստանը անդադ ասում է, չէ, որ Ուկրաինան խախտել է իր անկախության դեկլարացիան, որ Ուկրաինան պարտավորվել էր, որ պետք է լինի չեզոք պետություն եւ Ռուսաստանի բարեկամ պետություն, բայց խախտել է։ Այսինքն Ռուսաստանը այդ հիմքով է ճանաչել Ուկրաինայի անկախությունը եւ կարծում եմ ապագայում եթե Ուկրաինան այսպես շարունակի, Ուկրաինա պետություն որպես այդպեսին չլինի, որտեղ Ռուսաստանը հետ է կանչելու Ուկրաինայի անկախության ճանաչումը։ Որը որ Ռուսաստանը հետ կկանչի, Ուկրաինայի ստատուսը կդառնա նույն ստատուսը, ինչ որ օրինակ Չինաստանի դեպքում Թայվանը։ Թայվանը Չինաստանի մաս է։ Այսինքն ոչ մեկ չի վիճարկում դա։ Ինչի, որտեղ Չինաստանը չի ճանաչում Թայվանը անկախ։ Կոսովոն ՄԱԿ-ը չի ճանաչում, որտեղ Բելգրադը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Հետևաբար հենց Ռուսաստանը չճանաչի Ուկրաինայի անկախությունը, հետ կանչի Ուկրաինան ավտոմատ որպես սուբյեկտ դադարում է գոյություն ունենալ։ Այսինքն իր սուբյեկտայնությունը կախված է Ռուսաստանի ճանաչելուց որպես ԽՍՀՄ իրավահաջորդ։ Հետևաբար այս տեսանկյունից էր Պուտինը խոսում Փաշինյանի հետ։ Դա նշանակում է, որ ապագայում այս իշխանությունից ազատվելուց հետո հաջողություն կունենա այն իշխանությունը, որը առավելագույն ձևով կհասկանա տեղի ունեցող փոփոխությունները, կհասկանա, որ արևմտյան աշխարհը գնալով արդեն սկսել է իր անկումը, որտեղ հասավ պիկին, հիմա սկսել է անկումը։ Ռուսաստանը հասավ անկման ներքևի կետին, հիմա սկսել է նորից վերել կապրել։ Այսինքն ով այս իրողությունը հասկացավ եւ ինտեգրվեց բազմազգ ռուսական աշխարհին, շփոթել, հանգարցած շփոթել Ռուսաստանի կազմ մտնելու հետ, սրա մասին խոսք չկա, եւ լիարժեք ով չկարողացավ օգտվել այդ վերել կապրող ռուսական աշխարհի հնարավորություններից, նա մնալու է ճամփեզրին եւ օգտվելու է, ինչ որ այսպես ասենք, մանր-մունր արդյունքներից։ Իսկ այն պետությունները, ովքեր ուզում են թռիչքաձև ապագայում աճ ապահովել, անվտանգություն ունենալ եւ մյուս բոլոր հնարավորությունից օգտվել, իրենք պետք է այսօրվա իրականությունը ճիշտ եւ համարժեք գնահատեն։ Տրամպը իր ամպլուայի մեջ է, ինչպես միշտ, իրեն դրել է աշխարհի կառավարիչ, աչ ու ցախ որոշում է ում կհրավիրի, ում չի հրավիրի։ Նախ օրինակ G7-ի հետ կապված Պուտինը արդեն ասել է, որ ոչ մի ցանկություն չունի այնտեղ գնալու։ Բա կարող է նաև G20-ի հետ կապված էլ նույնը ասի։ Չնայած G20-ում, եթե չեմ սխալվում, նաև այդ աֆրիկյան միությունն է մտնում։ Հələ այդ հարց է, օրինակի համար, եթե արևմուտքը այսպես շարունակի G20 ընդհանրապես կմնա, թե չէ։ Այսօր օրինակ Աֆրիկա-Ռուսաստան ակտիվ համագործակցություն է գնում եւ երկխոսություն եւ Աֆրիկան
տասնյակ տարիների ընթացքում արևմուտքի կողմից թալանվելուց եւ շահագործվելուց հետո հիմա զգացել է ազատությանը, այսպես ասենք, համն ու հոտը եւ տեսնում է, որ Ռուսաստանը իրենց վերաբերվում է ոչ թե որպես գաղութների եւ ստրուկների, որոնց պետք է օգտագործել, այլ հավասարի եւ այսօր իրենք ձգտում են դեպի Ռուսաստան եւ վաղը կարող է նույն Աֆրիկյան միությունը եւս G20-ից դուրս գա։ Այսինքն հələ մի հատ պետք է ճշտել էլի մի հատ թող մի հատ ճշտի դամպը երևի Պուտինից, ընդհանրապես ինքը ուզում է գնալ թե չէ այնտեղ։ Այսինքն իմաստը որն է գնալու։ Ճիշտ ասած օրինակ իմ համար այդքան հասկանալի չի։ Այնպես որ ինչքան էս արևմտյան գերիշխանությունը թուլանա աշխարհում, այնքան արևմուտքի վերահսկողության տակ գտնվող միջազգային ֆորմատների նշանակությունը եւս թուլանալու է կամ ընդհանրապես կորցնելու են դրանք իրենց իմաստը։ Այսինքն եթե ամերիկյան միաբևեռ ռեժիմի փլուզումը դա անդառնալի process է, G20-ը ինչի համար է պետք։ Այն էլ Տրամփն էլ դրա, այսպես ասենք, նախագահ որպես պետության ղեկավար։ Այնպես որ հնարավոր է գնա, ես չգիտեմ Պուտինը կգնա թե չի գնա, բայց որ գնա էլ ոչ թե նրա համար որ Տրամփն է իրեն հրավիրել, այլ կարող է Տրամփի փոխարեն Պուտինին հրավիրեն, ասեն արի գիտես ինչ, այս ամերիկացիներից հոգնել ենք, արի դու մի քիչ այստեղ կարգու կանոն հաստատի, եթե տեսականորեն ենք խոսում, բայց կարծում եմ երևի չի էլ գնա, որտեղ իմաստ չունի գնալու, աշխարհը փոխվում է, ֆորմատները փոխվում են, G7, G20, Եվրոխորհուրդ, Եվրամիություն, մարդու իրավունքների եվրոպական դատարան, այս ապագայում կառույցները, որոնք գոյություն չեն ունենալու։ Ընդհանրապես այդտեղից կամաց պետությունները սկսելու են դուրս գալ։ Ում է պետք Եվրոխորհուրդը, մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ինչ հարց են լուծում։ Օրինակ Հայաստանի հարցով, մասով ինչ հարց են լուծել։ Ղարաբաղը օգնեցին որ պահենք, ինչ հարց են լուծել։ Շատ պետք է ասեն, մեզ պարտադրեն, ասեն, չգիտեմ, գեյերի ու լեսբիների իրավունքները հանգարց չհամարձակվեք ոտնահարել։ Մեզ պետք է այդ կառույցներում մնալ։ Այսինքն ոնց էլ է ապագայում եւ մեզ էլ է սպասվելու այդ գալու այդ օրը, մենք էլ ենք սկսելու կամաց վերանայել տարբեր միջազգային կառույցներում մեր մասնակցության նպատակահարմարությունը։ Բազմաբևեռ աշխարհը հենց դրանում է կայանում, ինչ որ կառույց ուզում ես մտի, այսինքն էտալոնը մի արևմուտք չի, էլի որ ասես էտալոնը էլիտան իրենք են, պետք է անպայման իրենց կառույցներում մնանք։ Ինչը որ կառույցը քեզ քո շահերից ավելի քո շահերին ավելի շատ է համապատասխանում, այդ կառույցում կարող ես մնալ։ Ինչ վերաբերվում է Ուկրաինային, դե ես ասել եմ ու կրկնում եմ նորից, Ուկրաինան ամբողջությամբ է անցնելու Ռուսաստանին, ոչ միայն Դոնբաս, այլ ողջ Ուկրաինան։ Այլ հարց է, թե Ուկրաինայի որ մասը կմտնի Ռուսաստանի Դաշնության կազմ ուղիղ ձևով, իսկ որ մասը ասենք որ մասի վրա կհաստատվի պրոռուսական իշխանություն եւ այդպես Ռուսաստանը կվերահսկի այդ Ուկրաինայի մնացած հատվածը։ Կիևը վերցնելու են ռուսական զորքերը ԱՄՆ-ի համաձայնությամբ, այսինքն ԱՄՆ-ն հանձնելու է Կիևը ռուսներին։ Կիևը, Լվովը, Ռուսաստանը մի սանտիմետր քառակուսի հող Ուկրաինայից չի զիջելու, որտեղ արևմուտքը չի հասկանում, որ այդ տարածքի համար Ռուսաստանը ծախսել է տվել է 27 միլիոն կյանք։ Եվ այդ 27 միլիոն կյանքի գնով ձեռք բերված տարածքից մի սանտիմետր քառակուսի հող չի պատրաստվում զիջել։ Բայց եթե Ուկրաինան խելք ունենա, ինքը այնպես կանի, որ մի փոքր պետականություն կպահպանի։ Եթե ոչ, ուրեմն ամբողջ Ուկրաինան կարող է մտնել Ռուսաստանի կազմ։ Այնպես որ ռուսական զորքերը կշարունակեն բարելավել դիրքերը, այս կոնֆլիկտը, այսպես ասենք, տակ պահել, մինչև որ ամերիկացիք իրենք
ողջ Ուկրաինան կհանձնեն սկուտեղի վրա կհանձնեն Ռուսաստանին եւ ոչ միայն Ուկրաինան, այլ նաեւ ողջ հետխորհրդային տարածքը մեծ բաթյան երկրները ներառյալ։ Այսինքն մեծ բաթյան երկրները ապագայում դուրս են գալու ՆԱՏՕ-ից, որտեղ ԱՄՆ-ն իրենց դուրս է շպրտելու ՆԱՏՕ-ից։ Ռուսաստանի հետ ձեռք բերված ստրատեգիական պայմանավորվածության հիման վրա։ Թերևս այսքան է երևի։ Իրան-ամերիկյան կոնֆլիկտը, Իրան-իսրայել-ամերիկյան, այսինքն հիմա Թրամփը հայտարարեց, որ հրադադարը երկարաձգվում է, մինչև եթե չեմ սխալվում 28-ը, եւ ինչ է սպասվում, քանի որ վերջին բանակցությունները Իսլամաբադում չստացվեցին, ինչպես ամերիկյան մամուլներ տարածում, որ Իրանը համաձայնություն է տվել, բացվեց, որ այդ ամեն ինչի կեղծիք էր եւ իրանական կողմը նույնիսկ չէր պատրաստվում մեկնել, ինչ նոր զարգացումներ կլինեն եւ արդյոք հնարավոր է, որ պատերազմը նորից սկսի եւ իմջայլոց այդ ահմուկահարույց հայտարարություններից հետո, երբ Թրամփը ասում էր, որ մի գիշերում կոչնչացնի ամբողջ ցիվիլիզացիա, երեք նաեւ հայտարարեց, որ նա բացառում է միջուկային զենքի օգտագործումը այս պատերազմում Իրանի դեմ։ ԱՄՆ-ն չի օգտագործի միջուկային զենք, որ պայն ինքը օգտագործի միջուկային զենք, նույն պայն, այսպես ասենք, Ռուսաստանի հաղթանակը համարեք ապահովված է, որտեվ եթե ինքը օգտագործեց միջուկային զենք, իսկ միջուկային զենք մի անգամ ինքը արդեն օգտագործել է Ճապոնիայի դեմ, հետևաբար իմացեք, որ մի անգամից ողջ աշխարհը տեղն ու տեղը, այսպես ասենք, կարմիր քարտ է ցույց տալու Միացյալ Նահանգներին եւ հավաքվելու է Ռուսաստանի շուրջ, որտեվ այդ դեպքում արդեն նշանակում է ոչ մի պետություն աշխարհում ապահովված չի բնաջնջվելուց միջուկային զենքով։ Հետևաբար պետք բոլորը կուզեն պաշտպանություն գտնել ինչ որ մի միջուկային գերտերության տանիքի տակ եւ դա կլինի Ռուսաստանը։ Հետևաբար Միացյալ Նահանգները դրան չեն գնա։ Միացյալ Նահանգների նպատակը Իրանում իրականացնել իշխանափոխություն, իշխանության բերել իր կողմից վերահսկվող կառավարչական էլիտային եւ Իրանին հնազանդեցնել, ծնկի բերել։ Ցույց տալու համար, որ տեսեք, ես ԱՄՆ-ն ամենաուժեղն եմ, իմ դեմ խաղ չկա, ինչ կուզեմ, ում հետ կուզեմ, ոնց կուզեմ կանեմ։ Բայց տեսնում ենք, որ արդեն ահագին ժամանակ է այս պատերազմը ընթանում է եւ ըստ էության Իրանը ջարդում է ԱՄՆ անձեռնմխելիության այդ կարծրատիպը, որ կա։ Այսինքն միջև հիմա բոլորը գիտեն, չէ՞, ԱՄՆ-ին կպնել չի կարելի, քննադատել չի կարելի, մեղադրել չի կարելի, ել չեմ ասում բազաներին հարվածել, դա չէր կարելի ու չէր կարելի։ Հիմա Իրանը դա իր կեցվածքով ջարդում է։ Ցանկացած ռեժիմի տապալում սկսվում է իր պարագլխի հեղինակազրկումից։ ԱՄՆ-ն մի պահ ողջևորվել էր, թևեր արել Վենեսուելայի այդ հաջողված օպերացիայից հետո, մտածեց Իրանի դեպքում էլ այդպես լինելու, դե չեղավ, եւ ինչքան գնա, մի 2-3 ամիս էլ Իրանը դիմանա, արդեն կտեսնեք ինչպես նույն մերձավոր արևելքի պետությունները, որոնք այսօր դաշնակցում են ԱՄՆ-ի հետ, կսկսեն երես թեքել ԱՄՆ-ից եւ այլ դաշնակիցներ փնտրել։ Կամաց-կամաց այդ տեսանելի է դառնում այդ գործընթացը։ 3 ամիս է ընդամենը մնացել Պետդումայի ընտրություններին Ռուսաստանում, երբ որ իշխանության են գալու հատուկ ռազմական օպերացիա անցած զինվորականները, սպաները եւ գեներալները։ Այնպես որ Ռուսաստանի դիրքորոշումն է սեպտեմբերից հետո աստիճանաբար սկսելու է փոխվել։ Ավելի է կոշտանալու։ Այնպես որ ԱՄՆ-ն գնում է մեծ ռիսկի, որտեղ եթե ԱՄՆ հեղինակությունը կտրուկ անկում ունեցավ, ապա դոմինոյի էֆեկտով մենք կարող ենք տեսնել, որ աշխարհում շատ դաշնակիցներ ԱՄՆ-ի սկսեն իրենից երես թեքել։ Այդ թվում նաև ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները ԱՄՆ-ի։ Նույն Եվրոպան, որը որ ինքը այնտեղ կան ուժեր, որոնք իրենք են հոգնել ամերիկյան գերիշխանությունից, որ ամեն ինչում պետք է ենթարկվեն Վաշինգտոնին, եւ ուզում են իրենց ազգային ինքնիշխանությունը եւս վերականգնել, այսինքն
որ եվրոպական պետությունները ծառայեն սեփական շահերին, ոչ թե Վաշինգտոնի շահերին։ Այսինքն կարող է այնտեղ փլուզում գնալ դոմինոյի էֆեկտով։ Բայց իհարկե վճռորոշ հարվածը հասնելու է բնականաբար Ռուսաստանը։ Իրանը հիմա ուղղակի, այսպես ասենք, ժամանակ է ձգում, օգնում է, ըստ էության հեղինակազրկում է ԱՄՆ-ին, որովհետև դե արդեն աշխարհը սկսել է ասել, բա ԱՄՆ-ը, բա ասում էր, ես եմ ամենաուժեղը, մի օրում, մի ժամում, չգիտեմ, կվերացնեմ, կոչացնեմ, ծնկի կբերեմ, բա ուր է։ Բա ուր են այդ քո ավիակիրները, այդ գերճշգրիտ հրթիռները չկան։ Այսինքն կան իրենք, բայց արդյունք չեն տալիս ըստ էության։ Ինչքան շատ են ռմբակոծում, այնքան Իրանը ավելի է բարձրանում։ Եվ ըստ էության այսօր Իրանում իշխանության են գալիս զինվորականները, որոնք նախկինում դժվար էլ կարողանային իշխանության գալ, եւ որոնք չեն գտնվում ամերիկյան այդ վերահսկողական մեխանիզմների տակ եւ չեն ենթարկվում։ Դե ասում են, դե մեռնել լա, մինչեւ վերջ կկռվենք Ամերիկա, ինչքան ուզում ես հարվածի։ Մենք էլ մինչեւ վերջ կոդեմ կկռվենք։ Եվ այստեղ ԱՄՆ-ն քանի գնա իր հեղինակությունը կորցնելու է եւ դրա այդ մեկտեղ արդեն մյուս բոլոր պետություններն էլ սկսելու են աստիճանաբար տեսնելու են փոխվող ուժային բալանսը եւ սկսելու են իրենց արտաքին քաղաքական առաջնահերթությունները եւս փոխել, վերադիրքավորվել, վերադասավորվել, որովհետեւ ուժային բալանսը աշխարհում փոխվում է եւ այդ գործընթացը անխուսափելի է։ Այսինքն նորից կրկնեմ, արևմտյան աշխարհը անկում է ապրում, իհարկե այդ անկումը այնպես չի լինելու, որ այդ աշխարհը վերանալու է, չէ։ Ուղղակի իրենք հասան իրենց կայսրության պիկին, հիմա իրենք անկում են ապրում, մի քանի տասնյակ տարի կտևի մինչև իրենք անկումը կվերջանա, ռուսական աշխարհը վերելք է սկսել ապրել եւ սկսել է Ռուսաստանի ռուսական աշխարհի վերելքի դարաշրջանը, ով խելք ունենա սա հասկանա եւ օգտվի դրանից, նա կշահի, ով չէ, դե ինչ ասեմ, մեղք է իր վիզը։ Եվ վերջին հարց, մայիսի առաջին օրերին Եվրոպայից մարդիկ են գալիս ժամանում Հայաստան եւ ամսի 5-ին նաեւ Մակրոնն է գալիս, որպեսզի այսպես ասած եւս մեկ անգամ իրենք տեսնեն, թե ինչ դեմոկրատ եւ ժողովրդավար Անձե Փաշինյանը, միգուցե ինչ-որ ընդդիմությունը Ամերիկում այս հարցի շուրջ։ Օրինակ ես ընդդիմության տեղը լինեի 1-2 տասնյակ հազարանոց հանրահավաք կազմակերպեի Եվրամիության դեսպանատան առաջ։ Եվ այդ Հայաստան ժամանող Եվրամիության չինովնիկներին Հայաստանից դուրս հրավիրելու պաստառներով այդ բազմահազարանոց հավաքը կազմակերպեի, եթե լինեի ընդդիմության տեղը։ Թող այդ դեմոկրատիան վերցնեն, այդ թուղթը, որի վրա տպած է դեմոկրատիայի կանոնները, փաթաթեն եւ համապատասխան տեղում օգտագործեն, ասենք զուգարանում, որտեվ արևմտյան դեմոկրատիան ստեղծված է այլ պետություններին, այդ մոդելը ստեղծված է այլ պետություններին ծնկի բերելու, շահագործելու, գաղութացնելու, թալանելու համար։ Նոր աշխարհում չի լինելու մի դեմոկրատիայի տեսակ, որը բոլորի համար նույնն է, չի կարող լինել։ Ամեն ժողովուրդ ինքն է ստեղծում իր դեմոկրատիան։ Աշխարհում չդեմոկրատական պետություններ չկան։ Բոլոր պետությունները դեմոկրատական են, որտեղ եթե մի ժողովուրդ օրինակ որոշի, որ իրեն պետք չի ընտրություններ, որ ինքը ուզում է մեկին դնել թագավոր, որը պետք է միջև ցմահ նստի եւ իշխանությունն էլ ժառանգաբար փոխանցի իր երեխաներին, դա այդ ժողովրդի դեմոկրատիան է։ Ոչ մեկ իրավունք չունի միայն նրա համար, որ ինքը իր համար նման ներքին կարգեր է սահմանել, ոչ մեկ իրավունք չունի այդ պետությանը պետության նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերել միջազգային հարաբերություններում։ Արևմտյան դեմոկրատիան ինչ է ասում, ասում է, եթե դու մեզ չես ծառայում, մեզ չես սպասարկում, չես թողում, որ մենք քեզ թալանենք, ուրեմն դու դեմոկրատ չես։
Եթե թողում ես որ մենք քեզ թալանենք, ուրեմն դու դեմոկրատական ես։ Հետևաբար, ստեղից հետևություն, որ այն պետությանը ում անվանում են դեմոկրատական արևմուտքը, նշանակում է այդ պետության գործերը լավ չեն։ Որ պետությանը իրենք անվանում են ոչ դեմոկրատական, իմացեք այդ պետության գործերը կամաց լավանում են։ Շատ բարձ չափորոշիչով կարող եք իմանալ, որ պետության գործերն են լավ, որը վատ։ Կրկնվեմ, որին արևմուտքը ասում է դուք դեմոկրատական եք, ուրեմն այդ պետության գործերը վատ են։ Որին ասում է դուք դեմոկրատական չեք, բռնապետական եք, ուրեմն այդ պետության գործերը լավանում են։ Հետևաբար Հայաստանին ինչ է պետք դաշնակցել այն պետությունների հետ, որոնց արևմուտքը համարում է ոչ դեմոկրատական։ Այդ դեպքում Հայաստանը հնարավորություն ունի եւ կունենա ունենալ զարգացում, անվտանգություն եւ մյուս բոլոր հարցերը։